ունի նաև Մովսես Խորենացի, որ նկարագրում է այդ ժամանակաշրջանի, ասենք, պարսկական դիրքն ու պարսկական այդ ամբողջ ճնշումները, հիմնականում այդ որ ասում են մեր բաները ավիրել են հայեր, քրիստոնյաները, մնացած ինքը չի համապատասխանում, քանի որ պարսիկների հեթանոսությունը այլ էր, մերը այլ էր։ Հենց իրանք հիմնական ավերածությունները հենց պարսիկներն են արել։ Այսինքն եկել են մեր նույն տիրի տաճարը, Անահիտի տարածը, պարսկական քրմապետը գրություն ունի դրա վերաբերյալ, որ մենք գնացել եւ ավիրել ենք նրանց պաշտամունքները, որ մերով փոխարինենք։ Այսինքն պարսկական հասկացողությունը հիմա ըստ Ագաթան Գեղոսի վերագրում են քրիստոնեական հասկացողությանը, որ քրիստոնյաներն են եկել։ Եթե քրիստոնյաները ուզենային այդ ամեն ինչը վերացնեին, մեհենագրերը մինչև այսօր Էջմիածնում չէին պահպանվի։ Դա շատ կարևոր փաստ է։ Ասա Արամ ջան, շարունակի ախպերս, կներես։ Որտեղի հասել։ Հասել էր, որ բանը Մեսրոպ Մաշտոցը քրմական ընտանիքի ներկայացուցիչը։ Ու երբ որ սպանեցին Մեսրոպի պապ ունել, մի խոսքով, այսինքն մենակ Հայաստանում չէին ապրում քրմերը, Հայաստանից դուրս էլ ունենք հայ քրմեր։ Օրինակ ոնց որ այսօր կա անտիլիասական կաթողիկոսարան, ունենք երկրորդ կաթողիկոսը, ասենք այդ տարածքում եղել են նաև հայ քրմեր։ Ինչ այսինքն Կիլիկիայում ու սրանց ինչ հագման են գալիս, երբ որ Մեսրոպ Մաշտոցը Հունաստանում զինվորականներ ու գեներալ, երբ որ ինքը այդ ամեն թողնում գալիս է Հայաստան, ինքը իմանալով է գալիս, ոչ թե ուղակի հավեսի համար եկել է բանուկ, ասեց այդամ տար ստեղծեմ այդամ, ինքը երբ որ գալիս Հռամ Շապուհի հրահանգով է եկել, հա, մեր ամենահզոր թագավորն է իմ համար։ Մի խոսքով, ու երբ որ արդեն գալիս է ինքը երբ որ գալիս է Հայաստան, ու ինքը չէր կարա որպես գեներալ դրանով զբաղվեր, պետքա հոգևորական լիներ։ Սրանք սաղ էլեմենտներ են, նրբություններ են։ Իրան ձեռնադրում են կուսակրոն վարդապետ, ու նոր ինքը արդեն կարողանում է, որ լիազորությունը դրանցով զբաղվի, որ եկեղեցին ընդունի իր բերածը։ Մեսրոպ Մաշտոցը Հայաստանից դուրս է գալիս, տեսեք, պատմության մեջ տարբեր բաներ են ասում, Եթովպիա եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես կոնկրետ ձեզ կասեմ։ Ինքը ուղղվում է այն քրմերի մոտ, ովքեր ճանաչում են Մեսրոպի պապուն ու պահել են իրենց մոտ հայկական գրերը, այսինքն գրերի գաղափարները, որովհետեւ տեսեք, Այբուբենը ինչ